ես այլ խնդիրների համար եմ պատասխանատու եւ հետեւաբար անկեղծ չգիտեմ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում ու հետեւաբար չեմ կարող մեկնաբանել այն։ Ըստ այդ գաղտնի որոշման հասարակական փոխնախարարների 3.5-ից 4.5 միլիոն պարգևաճար են ստացել։ Ճիշտ է այստեղ եք։ Կրկնում եմ, ես չգիտեմ դուք ինչ գաղտնի որոշման ու ինչ բյուջետային ծախսի մասին։ Եթե հրապարակվել է, հրապարակողին խնդրեք թող մեկնաբանի։ Ես ձեզ ուղիղ հարցնում եմ, փոխնախարարները 3.5-ից 4.5 միլիոն Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Ես նույնիսկ չգիտեմ իմ գործընկերներ, ես նույնիսկ չգիտեմ իմ համակարգմամբ աշխատող ստորաբաժանման աշխատակիցները ինչքան են ստացել, որտեղ ես հարգանքով եմ վերաբերում իրենց անձնական տվյալների։ Ես հարցնում եմ, Եթե ձեզ շատ ուղիղ պատասխանում, այլ հարց ունեք, 4.5 միլիոն դրամ, հորինված է ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, 3-րդ, 4-րդ անգամ եմ պատասխանում։ Դուք մոտավորապես այդ ձեր պարգևաճարը 3.5-ից 4.5 Ես արդեն պատասխանեցի այդ հարցին, քանի անգամ էլ որ այդ հարցը տակ, ես նույն պատասխանն եմ տալու, որ իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի, իդեպ խոստանում եմ, որ դա կլինի ոչ թե օրենքով սահմանված վերջնաժամկետին մոտ, այլ առաջիկայում, հենց որ ժամանակ լինի, անպայման հայտարարները կլրացվի։ Տարօրինակ չի, որ իշխանությունը, պաշտոնյաները, փոխնախարարները բոլորը գաղտնի են պահում այն իշխանությունը, որ խոսում է թափանցիկությունից, այն իշխանությունը, որ ընդհանրապես հաշվետու է հասարակության համար, չէ՞ որ դա բյուջեից դուրս գրված գումարներ են, մենք ձեր անձնական գումարների, ֆինանսների հետ գործ չունենք, մենք բյուջեի մենք քիչ առաջ արձանագրեցինք, որ գաղտնի պահելու հնարավորություն անգամ չկա, որտեղ հակառակը օրենքով սահմանված է պարտադիր պահանջ, որ հանրային ծառայողները իրենց ստացած աշխատավարձի, դրան հավասարեցված այլ եկամուտներ, այսինքն պարգևատրումներ, փոխհատուցման գումարներ եւ այլն, որոշ ծախսերի, շահերի, գույքի, ունեցվածքի թանկարժեք իրերի մասին հայտարարներ են ներկայացում։ Խնդրում եմ, թողեք պատասխան։ Հարգելիս, եկեք հարգանքով վերաբերվենք, եթե դուք հարցնում եք ու պատասխանին հարգանքով չեք վերաբերվում, ես երևի ինձ իրավունք վերապայեմ, այլևս չպատասխանեմ։ Ձեր 3-րդ, 4-րդ անգամ կրկնվող ես տեղյակ չեմ, ես չեմ զբաղվում այդ հարցերով։ Ես չեմ կարծում, որ դա հույժ գաղտնի է։ Շատ լավ, դուք ֆինանսների փոխնախարարն եք, հրաշալի տիրապետում եք, գուցե հրաշալի, գուցե ոչ հրաշալի, մեր երկրի բյուջեի, երկրի տնտեսության եւ մարդկանց աշխատավարձերի թոշակների մասին ինֆորմացիան հաստատ ավելի լավ գիտեք, քան մենք լրագրողներս։ Դուք շատ, այսպես հա, օրինաչափ եք համարում այդ միլիոնավոր պարգևաճարները եւ թոշակառուների աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելը Նիկոլ Փաշինյանը արդյունավետ չէր համարում։ Ենթադրում եմ, որ հանրային ռեսուրսի ծախսերի դրանց առանձին ուղղությունների ու չափերի մասին մի քիչ ավելի շատ տեղեկացված եմ, քան դուք, բայց կոնկրետ դրվագների, կոնկրետ այս դրվագին, որի մասին դուք հարցում եք, ես ծանոթ չեմ, սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է նորմալ եմ վերաբերվում առհասարակ, նախ չափի մասին խնդրում եմ լսեք, հա, վերջին անգամ եմ պատասխանում ու խնդրում եմ լսեք, եթե այլ հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ, եթե չէ գնալու եմ այս պատասխանից հետո։ Ինչ վերաբերում է արդյոք նորմալ է այդ չափով հատուցում տրամադրելը հանրային ծառայողներին թե ոչ, նախ չափը չեմ մեկնաբանում, որովհետև ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ նույնիսկ իմ աշխատողները որքան են ստանում, դες հարգանքով են վերաբերում իրենց անձնական տվյալների պաշտպանությանը, դա, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ հանրային ծառայողները պետք է ունենան համարժեք վարձատրություն։ Համարժեքը ձեր պատկերացրած միլիոնները չեն։ Համարժեք այն իմաստով, որ հանրային ծառայությունը լինի գրավիչ, որպեսզի հանրային ծառայողները ուզենան, ցանկանան երկար ժամանակ մնան հանրային ծառայության մեջ, առաջ խաղացում ունենան, իրենց ինստիտուցիոնալ կարողությունները ձևավորեն ու ծառայեցնեն հանրային նշանակության խնդիրների լուծմանը, չունենանք կադրերի արտահոսք, որովհետև այսօր ընդգծված այդ խնդիրը ունենք։ Մասնագետները բոլոր այլ հավասար պայմաններում մասնավոր հատվածում վարձատրվում են անգամներով ավելի բարձր, քան հանրային հատվածում։ Ու շատ հանրային ծառայողներ իրենց ծառայությունը այս պայմաններում շարունակում են, որովհետև ունեն այդպիսի ներքին առաքելություն, ունեն ինչպես ձևակերպեմ, իրենց կատարած գործին նվիրվածություն, պատասխանատվության բարձր զգացում, բայց բոլորը հասկանում են, որ ինչ որ պահի պետք է որոշակի առումով այդ համարժեքությունը լինի, համարժեքություն կրկին, ի նկատի չունեմ ձեր ասած միլիոնները, ի նկատի ունեմ, որ այնպիսի աշխատավարձ, այնպիսի պայմաններ, որը մասնագետներին կպահի հանրային ծառայությունում եւ արտահոսք
չի խրախուսի։ Դուք նկատի ունեք նաև նախարարներին ու փոխնախարարներին, Ես նկատի ունեմ բոլոր Փաշինյանի գալուց հետո շեշտակի բարձրացել։ Կրկին չեմ մեկնաբանում ձեր գնահատականը, որովհետև տեղեկատվության չեմ տիրապետում, ես նկատի ունեմ Հանրային ծառայության ինստիտուտը առհասարակ։ Ես եթե այլ հարցեր ունեք, շատ կարևոր նախագիծ էինք քննարկում, իդեպ ինձ թվում էր արդյոք նախընտրական տարում, որովհետև այս տարի է բավական շատ մեծ թվով պարտավորությունների մասին խոսում։ Փաշինյանը չի փորձում պետական ապարատին կաշառել։ Դուք փորձում եք ինձնից կորզել քաղաքական կամ ինչ-որ հետաքրքիր այսպես իրարանցում առաջացնող պատասխան չի լինելու այդպիսի պատասխան, որովհետև ես պարզ բան եմ ասում, խնդրում եմ հարգանքով վերաբերվեք իմ պատասխանը, եթե ոչ, դե ուրեմն խնդրում եմ արձանագրեք ձեր լսածը, հա, չեմ տիրապետում ես այդ տեղեկատվությանը, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել։ Ես ուրիշ բան եմ ասում, նույնիսկ եթե ինչ որ չափով, եթե դուք չեք ասում չափը, պարգևավճար է տվել, արդյոք այս նախընտրական շրջանում կաշառքի նման չի դիմում։ Իհարկե ոչ, որովհետև չափն է այստեղ կարևոր, դուք չափը չեք ասում կամ եթե ասում եք, ես չգիտեմ, դուք ճիշտ եք ասում, թե ճիշտ չեք ասում։ Հետևաբար եկեք այս քննարկումը Պատգամավորներին հարցրեք, ես որտեղից պետք է իմանամ այս կամ այն պատգամավորը որքան աշխատավարձ պատկերացնում է։ Ընդհանուր երևույթների մասին խոսեցի, ես ներողություն եմ։